Բարև Factor TV հյուրը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն է, ողջույն պարոն Հայրապետյան։ Կարող եք ասել կոնկրետ ինչ ծրագրեր, ինչ ներդրումներ են նախատեսվում օրինակ ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների կողմից համատեղ կամ այսպես միակողմանի Հայաստանում ելնելով փոխնախագահ Վենսի այցի արդյունքներից, պայմանավորվածություններից, արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիական ոլորտի, միջուկային տեխնոլոգիաներում ոլորտի համագործակցության պայմանավորվածությունից ես նաև ասես գիտեմ, որ տեղի է ունեցել գագաթնաժողով ամերիկյան ընկերությունների մասնակցությամբ, այ ինչ եք ունենալու։ Շնորհակալություն։ Մինչև փոխնախագահ Վենսի այցը ես ցանկանայի նշել 25 թվականի օգոստոսի 8-ին տեղի ունեցած Վաշինգտոնում իրադարձությունները եւ դրան հաջորդած շրջանը, հետո արդեն գալով այս տարի տեղի ունեցած իրադարձություններին։ Եթե կհիշեք, Վաշինգտոնում կնքվեց մի քանի փաստաթղթեր կնքվեցին, թե քաղաքական փաստաթղթեր եւ թե նեղ ոլորտային փաստաթղթեր երկկողմ Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջև, դրանցից մեկը վերաբերում էր հենց մեր ոլորտներին, մեր կողմից համակարգող ոլորտներին, մասնավորապես արհեստական բանականությանը եւ կիսահաղորդչային ինդուստրիային, իհարկե նաեւ փաստաթղթի մեջ հղում էր կատարվում առաջատար տեխնոլոգիաներին, կիբերանվտանգության, այսինքն ընդհանրապես տեխնոլոգիական ոլորտին, բնականաբար երկու հիմնական ուղղություն թիրախավորելով, որ արդեն իսկ նշեցի։ Օգոստոսի 8-ից հետո մենք շատ ինտենսիվ աշխատանքներ սկսեցինք Միացյալ Նահանգների գործընկերների հետ, առավելագույնս կապիտալիզացնելու այդ փաստաթուղթը, որպեսզի համագործակցության կամ փոխանցման այդ հուշագիրը բլոկ փաստաթուղթ չլինի կամ հռչակագրային փաստաթուղթ չմնա, այլ առավելապես կարողանանք աշխատացնել այն հողի վրա։ Եվ ես կարող եմ ասել, որ դրա ցցուն դրսևորումներից մեկը իհարկե ամերիկյան Firebird ընկերությանը տրված արտահանման թույլտվություններ, ինչը մեր օրերում իհարկե հաճախ հանդիպող երևույթ չէ, նկատի ունեմ Միացյալ Նահանգների ներկայիս ուրեմն վարչակազմի վարած քաղաքականությունը հենց նորարարությունների եւ տեխնոլոգիաների ոլորտում, որովհետեւ հիմնականում առաջադեմ աշխարհի ամենաառաջադեմ տեխնոլոգիաներով կիսվելու տեսանկյունից սա բավականաչափ բարդ աշխատանք է, որին մենք կարողացանք մասնավոր հատվածի մեր գործընկերների հետ ըստ էության հղում անելով հենց օգոստոսի 8-ի փաստաթղթին կարողացանք հասնել դրան։ Ավելին ասեմ, տարեվերջին առաջին փուլի մասին հայտարարվեց գրաֆիկական պրոցեսորների ներմուծման, փոխնախագահ Վենսի այցի շրջանակում հայտարարվեց, որ արդեն երկրորդ խմբականակի թույլտվությունն է ստացել Firebird ընկերությունը, ինչը $500 միլիոն նախնական հայտարարված ուրեմն ներդրումային ծրագիրը վերածեց ավելի մեծ, ավելի խոշոր ներդրումային ծրագրի, ընկերությունը հայտարարեց, որ հաշվի առնելով արդեն իսկ երկրորդ փուլի հաջողությունը, ըստ էության ստանալով թույլտվություն ձեռք բերել ավելի մեծ քանակի գրաֆիկական պրոցեսորներ, շուրջ 50,000, ընդհանուր ներդրումային ծավալը կհասնի $4 միլիարդ ԱՄՆ։ Այդ տեսեք, Հայաստանի Հանրապետության շահը, օգուտը որն է, ես նկատի չունեմ, որ նրանք շահութահարկ կվճարեն պետական բյուջե, դրա մասին չի միայն խոսքը, դուք ասել եք, որ երազանք ունեք Հայաստանը դարձնել արհեստական բանականության տվյալների կենտրոնների, պարտեզ ուզում եմ հասկանալ մեր տեղեկատվական տեխնոլոգիաների համայնքը ինչքանով է ունակ օգտվել այս կենտրոնի գիտելիքից, ծառայություններից եւ դրանք ներմուծել իրենց աշխատանքներում, որովհետեւ հիմա
ցանկացած սարքավորում տեխնոլոգիա, որ ստեղծվում է, արհեստական բանականությունը պարտադիր է, որպեսզի մրցունակություն ապահովի եւ կադրերի հարցը, ինչքանով Հայաստանի Հանրապետությունում կան այդ կադրեր կամ պետք է պատրաստվեն այս կենտրոնում աշխատելու նպատակով։ Շնորհակալություն։ Տեսեք, հաշվողական ռեսուրսները արհեստական բանականության, գերհամակարգչային հաշվողական ռեսուրսները իմ կարծիքով ես չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ այսօր աշխարհում դառնում են նույնչափ կարևոր, որքան էլեկտրականությունը, որքան համացանցը եւ այսպես շարունակ։ Այսինքն այլևս կարող ենք ասել, որ սա կենսական կարևորության նշանակություն է ունենալու Հայաստանի տնտեսության զարգացման, Հայաստանի տեխնոլոգիական զարգացման, թռիչքաձև զարգացման համար հիմք հանդիսանալով, որովհետև այստեղ միայն դուք ճիշտ նշեցիք, միայն խոսքը հարկային մուտքերը չեն, պետական բյուջե, օրինակ շահութահարկի տեսքով, որը մեծ գումարների մասին է, իհարկե։ Դե կարող եք այդտեղ թիվ նշել, ինչ որ մոտավոր, շատ մոտավոր թեկոս։ Ես անընդհատ խուսափում եմ այդ վարժությունը անելուց, կան մարդիկ, ովքեր այդ վարժությունը արել են, հաշվի են առել այն հայտարարությունները, որոնք որ հնչել են Firebird ընկերության կողմից, նշել են, որ ըստ արհեստական բանականության տարբեր գործիքների խոսքը տարեկան այս պահի դրությամբ, եթե նոր թույլտվություն ընկերությունը չստանա բավարարվի եղած ուրեմն չափաքանակով գրաֆիկական պրոցեսորների, ապա կարող է մինչև 150 միլիոն ԱՄՆ դոլարի միայն շահութահարկ վճարվել ըստ ChatGPT օրինակ, բայց սպասենք ընկերության կողմից հայտարարություններին, երբ այն սկսի արդեն իսկ ծառայություններ մատուցել, բայց վերադառնալով աշխատանքները սկսել են, ես կարող եմ ասել, որ վերադառնալով ձեր բուն հարցին, բացի հարկային մուտքերից, որը կրկին կարևոր է, որովհետև դրանք դառնում են սոցիալական տարատեսակ ծրագրեր, ենթակառուցվածքներ, անվտանգային կարիքներ են գալիս սպասարկելու, բայց դրանից զատ, որ իմ կարծիքով ոչ պակաս գուցե ավելի կարևոր է, Հայաստանը դարձնում են գործոն ընդհանրապես տեխնոլոգիական քարտեզի վրա։ Սրանով արդեն իսկ մենք հայտարարել ենք, որ այս պահի դրությամբ Հայաստանը դառնում է top 10 երկրների թվին է դասվելու իր հաշվողական ռեսուրսներով, իսկ ինչ է սա ըստ էության պրակտիկ կյանքում հողի վրա նշանակում։ Սա նշանակում է ընկերությունների համար, հայաստանյան ընկերություններ, որովհետև ունենալ այսպիսի կենտրոնով չօգտվել դրա գիտելիքի ծառայություններից կարող է։ Հիմա տեսեք, եթե օրինակ Երևան քաղաքը որոշում է, որ պիտի երթևեկության ծանրաբեռնվածությունը թոթափի, պետք է ներդնի Խելացի քաղաքի հայեցակարգը, որտեղ օրինակ կարող են մի շարք արհեստական բանականության լուծումներ ներդրվել հիմքում, այսպես հորիզոնական։ Դա ծրագիր է, միտք է, գաղափար է։ Ես հիմա օրինակ եմ ասում, բայց ես կարող եմ նաև ասել իմ տպավորությամբ, որ համայնքում նմանատիպ քննարկումներ կան, եւ ես հույս ունեմ, որ դրանք միս ու արյուն կստանան, բայց ես հիմա ուզում եմ կոնկրետ հնարավորինս պարզունակ օրինակներով ցույց տալ նաև մեզ դիտող քաղաքացիների համար, թե շատ կոնկրետ օրինակ Հրազդանում կառուցվող Firebird ընկերության, այսպես ասած, արհեստական բանականության գործարանի արտադրած հաշվողական ռեսուրսը պրակտիկ ինչպես իրենց կյանքի որակի վրա ազդեցություն կունենա, որովհետև մենք շատ հաճախ բարդ տերմինոլոգիայով ենք խոսում եւ ես հույս ունեմ, որ այսօր նաեւ ձեր օգնությամբ կկարողանանք հնարավորինս հարամատչելի խոսել եւ օրինակ այդտեղ լուսացույցերի նոր համակարգ կարող է ներդրվել, որը իդեպ նոր սրանով մենք նոր մայրցամաք աշխարհամաս չենք հայտնագործում, արդեն տարբեր երկրների քաղաքներ գնում են այս ճանապարհով, սա իմ կարծիքով այլևս անխուսափելի է։ ԱԲ-ով աշխատող Օրինակ ԱԲ-ով աշխատող լուսացույցերի ամբողջական համակարգ, ամբողջ համայնքի համար, որի համար
բացի օրինակ ինտերնետ կապից, էլեկտրականությունից եւ այսպես ասած սարքերից, սարքավորումներից կենսական կարևորություն են ունենալու հենց հաշվողական ռեսուրսները, որովհետեւ խոսքը միլիվայրկյանների ընթացքում շատ արագ տվյալների հետ աշխատելու, տվյալները վերլուծելու, դրա հիման վրա որոշումներ կայացնելու, որոշումը ինչ նկատի ունեմ ասելով, ինքնուրույն հասկանալու, թե որ փողոցի վրա ինչքան ժամանակով պիտի այս կամ այն լուսացույցը կարմիր լինի, երբ պիտի փոխի լույսը, հաշվի առնելով ջրվեժից օրինակ ամբողջ մեքենաների հոսքը նոր-նորքով գայի պողոտայով մինչև հարավ-արևմտյան թաղամաս, այսինքն ամբողջ շղթան պիտի վարկյանների ընթացքում վերլուծի, տեսնի, տվյալները հավաքագրի, վերլուծի, անալիզանի եւ դրա արդյունքում, այսպես ասենք, հանձնարարություն իջեցնի սարքերին, սարքավորումներին եւ դրանք պիտի ըստ էության ամբողջությամբ խելացի կերպով կառավարեն ամբողջ հոսքը։ Սա ընդամենը մեկ պարզունակ օրինակ է, որովհետեւ եթե Հայաստանում չլինի ենթակառուցվածք, Հայաստանը ստիպված կլինի նախ ավելի թանկ գնով, ինչպես նաև արագության տեսանկյունից մի բան է, երբ դու աշխարհի մեկ այլ ծայրից օրինակ Amazon Web Service-ից կարող ես նույնանման ծառայություն վարձակալել, ռեսուրս վարձակալել եւ մեկ այլ բան է, որ հենց Հայաստանից ես դու դա անում, բնականաբար նաև կապի, որակի արագության խնդիրներ են ի հայտ գալիս, այս պարագայում բնականաբար սա լավագույն ճանապարհն է մեր իսկ ներքին խնդիրները արագ որակով լուծելու համար, դրա նախապայմանը իհարկե Հայաստանի Հանրապետության ներսում ունենալ սեփական ենթակառուցվածքներ, որովհետև ինչու եմ ասում հոգնակի թվով, որովհետև արդեն իսկ դրանք հոգնակի թվով են, ուզում եմ հիշեցնել, որ Գագարինում Elevate AI ընկերության կողմից համեմատաբար իհարկե ավելի փոքր ծավալներով արդեն իսկ շատ շուտով կմեկնարկի իր գործունեությունը, որովհետև գործարանը կառուցված է, ես վերջերս հանդես եկա հայտարարությամբ նաև հրապարակեցի որոշակի լուսանկարներ հենց այդ գրաֆիկական պրոցեսորներից, որոնք արդեն Հայաստանում են, հենց հիմա դրանք տեղադրվում են գործարանում եւ շատ շուտով գուցե 1-2 ամսվա ընթացքում արդեն սկսելու են իրենք վարձակալության տալ անպային ծառայությունների տեսքով, նաև ունենք փոքր գերհամակարգչային կենտրոն Երևանի պետական համալսարանում, այստեղ հիմնականում ակադեմիական կարիքներին պիտի սպասարկեն այս հաշվողական ռեսուրսները, որովհետև դրանք շատ սահմանափակ են, գիտական, հետազոտական աշխատանքների համար անհրաժեշտ ուրեմն ռեսուրս է սա լինելու, բայց էական չէ, ըստ էության արդեն իսկ մենք կամաց գնում ենք մեր երազանքը կամ մեր հայեցակարգը, մեր տեսլականը իրականացնելու, ինչպես դուք ձեր խոսքում նշեցիք, Հայաստանը վերածել արհեստական բանականության տվյալային կենտրոնների պարտեզի, որովհետև նաև այստեղ անուղղակի կերպով կարող եմ ասել, որ քաղաքական տարածաշրջանային ավելի լայն հորիզոններ են բացվում, որովհետև Հայաստանը դառնում է մի կենտրոն, որը կարող է տարբեր երկրների եւ տարբեր կորպորացիաների հետ համագործակցել եւ ծառայություններ մատուցվեն Հայաստանի Հանրապետության տարածքից, իսկ սա հասկանալի է, որ գալիս է բերելու մի շարք այլ շերտեր իր հետ, նոր բենեֆիտներ մեր երկրին։ Շատ լավ, մենք ԱԲ-ով ենք շարունակելու, դուք Amazon-ի անունը տվեցիք եւ ինձ գիտենք շատ մարդիկ, որ գալու եք Բայց չմոռանանք մարդկային կապիտալից էլ խոսել, որովհետև ես հարցը մի քանի շերտ ուներ, վերջում անդրադառնանք։ Amazon միայն լավ բաներից չխոսենք, էլի մարտահրավերներից էլ խոսենք։ Իհարկե, Amazon Marketplace-ը արդյոք գալու է Հայաստանի Հանրապետություն, դա հեռուստադիտողին հիշեցնեմ, amazon.com-ն է, որտեղից մարդիկ ապրանքներ են գնում եւ տարբեր միջնորդ կազմակերպությունների միջոցով դա հասցվում է Հայաստան, իրենք վճարում են բեռի, գին եւ այլ եւ այլ։ Այս հարցը տարբեր քաղաքական գործիչներ ասում են, այ եթե այս իշխանությունը ընտրվի կամ այս, չգիտեմ, քաղաքական կուրսը շարունակվի, Amazon-ը կգա Արամ Սարգսյանն էր ասում, ես քանի որ դուք
այս ոլորտի ըստ էության պատասխանատուն եք, ուզում եմ ճշտել, արդյոք այդպիսի բան կլինի։ Քանի որ նաև այդ ընկերության հետ տարբեր հանդիպումներ են, չէ՞, մենք Amazon-ի հատկապես AWS-ի Amazon Web Services-ի հետ, որը աշխարհի հսկա տեխնոլոգիական ընկերություններից մեկն է, ոչ միայն քննարկումների մեջ ենք, այլև աշխատում ենք համատեղ։ Դա պետական մենք համատեղ ծրագիր ենք իրականացնում, որը կոչվում է Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտ։ Մենք 3 կառավարության նիստով 1 միլիոն մինչև $1 միլիոն գնում կատարեցինք AWS-ից, քանի դեռ մեր տվյալային կենտրոնները դեռևս այդ հաշվողական ռեսուրսները չեն սկսել մեզ մատակարարել, չենք վարձակալում մեր սեփական ենթակառուցվածքներից, մենք որոշեցինք, որ պիլոտային ծրագիր պիտի անենք եւ սկսել ենք դա հենց Amazon-ի հետ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ստեղծել է մի պլատֆորմ, որը կոչվում է IEV, Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտ։ Սա մի պլատֆորմ է, որտեղ մենք հավաքում ենք, գնում ենք կամ վարձակալում ենք այդ ռեսուրսը եւ բաժանում ենք ամբողջ գիտական, հետազոտական, ակադեմիական, ուսանողական եւ ստարտափ էկոհամակարգի համայնքներին սուբսիդիայի տեսքով, ինչու, որովհետեւ մենք հասկանում ենք, որ օրինակ անհատ հետազոտողի համար չափազանց մեծ շռայլություն է օգտվել նմանատիպ ռեսուրսներից, դրա թանկ գին ունի եւ այն խթանելու, խրախուսելու համար կառավարությունը պարտավոր է ներդրումներ կատարել, ընդ որում տարեցտարի մեծացնելով այդ ներդրումների ծավալները, որովհետեւ ԱԲ-ի հետ հարաբերվելու ծավալներն են մեծանալու անկախ ամեն ինչից եւ այս պարագայում մենք առաջին պիլոտային ծրագիրը հենց Amazon-ի գործընկերների հետ ենք անում, ինչպես նաեւ ֆրանսիական Mistral AI-ի, որը Եվրոպայի արհեստական բանականության ամբողջ տարածաշրջանի չեմպիոնն է, չեմ վախենա նաև այս ձևակերպումից։ Ընդհանուր հանձնաժողովը, որը պիտի լսի պոտենցիալ շահառուներին այս ծրագրի միջազգային հանձնաժողով է ամերիկյան Plug and Play ընկերության ակսելերատորի, Mistral-ի եւ Amazon Web Services-ի։ Բացի այդ, ես կարող եմ ասել, որ Amazon-ի գործընկերների հետ մի շարք այլ օրակարգեր եւս ունենք, սկսած տեղում սեփական ենթակառուցվածքներ ունենալուց մինչև այլ ծառայություններ Հայաստանում հասանելի դարձնելու։ Դրա համար ես հիմա չեմ ուզում միայն մեկ ծառայություն, չէ, ես կարող եմ ասել, որ դրանից ավելի շատ 100 անգամ ավելի շատ բտա նախարարությունը եւ կառավարությունը ստանում է, այսպես ասենք, խնդիր է դրվում PayPal-ի ծառայությունները ակտիվացնելու, Stripe-ի ծառայությունները ակտիվացնելու, մինչև այդ YouTube-ի դրամայնացման մոնետիզացիայի խնդիրն է։ Նկատի ունեմ, ես հիմա չեմ կարող մեկ ընկերության մասով ասել, կարող եմ ասել, որ հիմա YouTube Kids-ի երեխաների համար հարթակի ակտիվացման բանակցություններ ենք վարում, այսինքն այս իմաստով իհարկե հաշվի առնելով մեր սահմանափակ ռեսուրսները, բոլոր ուղղություններով էլ աշխատում ենք։ Լավ լուրն է։ Այո, բոլոր ուղղություններով աշխատում ենք, հաշվի առնելով մեր սեփական կարիքները եւ եթե տեսնում ենք հնարավորություն այդ փուլում մեզ համար հասանելի դարձնել այս կամ այն ծառայությունը, մենք գնում ենք այդ բանակցություններին։ Կարող եմ միայն ասել, որ օգոստոսի 8-ը այստեղ եւս շրջադարձային դարձավ, որովհետեւ օգոստոսի 8-ը նաեւ ազդակ էր խոշոր ամերիկյան կորպորացիաների համար տեսնելու, նկատելու Հայաստանը, որովհետեւ գիտեք, մենք տասնամյակներ շարունակ անընդհատ ինքներս մեզ համար կրկնել ենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների առումով մենք տարածաշրջանում առաջատար ենք եւ դա բարեբախտի ուրախություն մեզ այդպես եղել է, բայց ընդհանուր գլոբալ խաղացողների համար որպես շուկա Հայաստանը շատ սահմանափակ է եղել եւ շատ ուղիղ տեքստերով մեզ այդ կոմունիկացիան, որ իրենց համար առաջնահերթություն չի հանդիսացել։ Սակայն քաղաքական ամենաբարձր մակարդակում ձեռք բերված ռազմավարական հարաբերությունները
նաև փոխ լրացնում են այն բացը շուկայի տեսանկյունից, ըստ էության ստիպելով կամ խրախուսելով տեխնոլոգիական ընկերություններին մենք մի շարք ուղղություններով զուգահեռաբար բանակցություններ վարում ենք։ Դրա համար ես չեմ կենտրոնանա միայն մեկ ծառայության վրա։ Հավա դեպքում դրա մասով ինչ որ ժամկետ հնարավոր է նշել Amazon.com-ի այսպես։ Ես ընդհանրապես միշտ խուսափում եմ ժամկետներ նշելուց, մենք միայն հայտարարում ենք, երբ ինչ որ բան տեղի է ունենում։ Ուղղակի հետևեք թող որ հետևեն մեր գործունեությանը, ես կարող եմ ասել, որ վերջերս նաև արդեն ունեցել LinkedIn սոցիալական ցանցով մեր հանրության հետ համայնքի հետ կիսվել, որ առաջիկայում ակնկալվում են ունենք պրոգրես եւ Stripe-ի եւ PayPal-ի մասով, ինչպես նաեւ ինքնին LinkedIn-ի հետ կապված մի շարք հարցեր բարձրացնում են տեխնոլոգիական ոլորտի մեր գործընկերներն այնտեղ նույնականացվելու պրոֆիլների բոլոր ուղղությունները ունենք պրոգրես, բայց ես ժամկետներ չեմ նշի, խոստումներ չեմ տա, միակ բանը որ մենք խոստանում ենք դա նվիրված աշխատանքն է եւ հետեւողական աշխատանքն է, որը իրականում կարող եմ ասել, որ առանձին ուղղությունով արդեն իսկ արդյունքներ տեսանելի ունենք։ Մեր այս հաղորդումը YouTube-ով է հեռարձակվում եւ ես ենթադրում եմ, որ մի քանի անգամ գովաստ կցուցադրվի այս հաղորդման վրա, բազմաթիվ յութուբերների խնդրանքով, ասեք, երբ նրանք կսկսեն եկամուտ ստանալ։ Կարիք չկա դրամատիզացնել, որովհետեւ վաղուց արդեն իսկ ժամկետները հայտարարվել են, վաղուց եւ դրանք հայտարարվել են թե YouTube-ի մեր գործընկերների կողմից եւ թե հենց գագաթաժողովը, որի մասին դուք խոսեցիք, այդ ժամանակ Միացյալ Նահանգների տարբեր պաշտոնյաների կողմից, որ ճիշտ եք, որ ապրիլի վերջ, մայիսի սկիզբ արդեն իսկ ծառայությունը ամբողջությամբ ակտիվացված կլինի Հայաստանում։ Այս 2.5 ամիսները ըստ էության փորձարարական թեստավորման շրջան է, տարատեսակ խառը բնույթի բովանդակությամբ ընդ որում ոչ հայաստանյան տեղական պրոդուկտների գովազդներ են անընդհատ վերում նյարդայնացնում, բայց մեր քաղաքացիներին, բայց նաև սրանից հետո մենք բանակցություններ ենք վարելու պրեմիումի ծառայությունները հասանելի դարձնելու եւ այսպես շարունակ։ Ես կարծում եմ, որ մեր գործընկերները թե Google-ի, այսինքն YouTube-ի մեր գործընկերները եւ թե քաղաքական մեր հարաբերությունների համատեքստում որևէ պատճառ առիթ չեն ունենա ձգձգելու, որովհետեւ հենց իրենք են հայտարարել ժամկետները եւ ոչ թե մենք պարզապես հղում ենք կատարում իրենց, ի վերջո խոսենք այն մասին, որ դա ամենաբարձր մակարդակով արված հայտարարություններ են եւ վստահաբար կամ ապրիլի վերջ կամ մայիսի սկիզբ այլևս այն ամբողջությամբ հասանելի կլինի, միայն ասեմ, որ մեկ շաբաթ առաջ արդեն իսկ տարբեր նամակներ ես ինքս ստացել եմ, որ Հայաստանը ցուցակում արդեն իսկ հայտնվել է, այսինքն սա աշխատանք է, process է եւ կարծում եմ, որ իր հանգուցալուծմանը կգա ամենաուշը մայիսի սկզբին։ YouTube Kids Premium դա արդեն մյուս փուլով, արդեն երբ հասանելի լինի, մենք հիմա երեխաների անչափահասների on-line հարթակում պաշտպանության մեր ռազմավարության աշխատանքները իրականացնելիս արդեն իսկ երկխոսություն մեկնարկել ենք արդեն վաղուց մի շարք ուրեմն տեխնոլոգիական ընկերությունների սոցիալական ցանցերի գործընկերների հետ, սա վերաբերում է նաև YouTube-ին, սակայն մեզ հետ կոմունիկացվել է, որ այս փուլին կհաջորդեն արդեն նոր ծառայությունների հասանելիությունը, այդ թվում եւ YouTube Kids-ը, որը մեզ համար չափազանց կարեւոր է, որովհետեւ նույն այս գովազդներով տարատեսակ անհասկանալի եւ մեզ համար անընդունելի, հա, մինչեւ առնվազն մինչեւ 18 տարեկան մեր քաղաքացիների համար անընդունելի բովանդակությամբ ուրեմն կոնտենտ է հասանելի դառնում, որը պիտի կարգավորվի, կանոնակարգվի խստորեն եւ սա անելու լավագույն միջոցներից ամենաէֆեկտիվ միջոցներից մեկը դա համատեղ տվյալ
սոցիալական հարթակի հետ մեր համագործակցությունն է, համատեղ աշխատանքն է, նամանավանդ որ YouTube-ը արդեն իսկ ունի նմանատիպ ծառայություն եւ պարզապես այն պետք է գրագետ բանակցությունների արդյունքում հնարավորինս շուտ հասանելի դարձնել մեր երկրում։ AI ինժեներների խնդիր ունի Հայաստանը։ Մենք այս հարցը որոշեցինք քիչ անց անդրադառնալ, հիմա դրա բանը կրթությունը երևի թե բոլոր ոլորտներում անհրաժեշտ է ունենալ ֆունդամենտալ կրթություն տալ եւ դրսից մասնագետներ հրավերելու, այսպես ասենք, պրակտիկային վերջ տալ, հատկապես եթե խնդիր է դրվում ԱԲ կենտրոնը, այսպես ասենք, դարձնել մի կենտրոն, որը պետք է նաեւ մեր ՏՏ ընկերություններին հասանելի դառնա ծառայություններ մատուցի եւ ինչ է արվում կադրերի պատրաստման առումով։ Ես օրինակ Հովիկ Մուսալյանի հետ երբ որ այստեղ խոսում եմ եւ նշում եմ որ նոր ընկերություններ միգուցե գան, ինչպես եք դուք տեսնում, ասում եմ որ Synopsys օրինակ կադրեր արտադրող ընկերություն է, պատրաստող ընկերություն է եւ նման ընկերությունների գալու պարագայում ինքը վտանգ տեսնում էր որ իրենց պատրաստած կադրերին կվերցնեն եւ ըստ էության իրենք խնդիրներ կունենան։ Այդ կադրերի հարցը ոնց է լուծվելու։ Ունենք նմանատիպ խնդիր։ Ընդ որում միայն արհեստական բանականության ոլորտում չեն այդ խնդիրները, տվյալագիտության մեջ նմանատիպ մարտահրավերներ ունենք, կիբերանվտանգության ոլորտում ներգրավված մասնագետների խնդիր ունենք եւ այս խնդիրները լուծելու լավագույն դեռևս մեզ հայտնի այս պայմաններում մեզ հայտնի լավագույն լուծումը իհարկե ներդրումներն են հենց կրթության մեջ, այսինքն մարդկային կապիտալի զարգացման ծրագրերի մեջ ներդրումներն են, ռազմավարական ներդրումներն են, պետություն մասնավոր համագործակցության արդյունքում։ Գնանք հատկապես որ գործազրկությունը երիտասարդների շրջանում մեծ է, ինձ թվում է նրանց շահագրգռել այս ոլորտ մտնել բավական հեշտ կարող է լինել։ Մոդայիկ է։ Ես չեմ կարող նմանատիպ գնահատական հիմա տալ հեշտ կլինի թե ոչ, ես կարող եմ ասել թե ինչ պիտի անի պետությունը եւ տվյալ պարագայում ես կարող եմ ասել որ այդ աշխատանքները արդեն իսկ սկսել են, երբ մենք վիրտուալ արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը ստեղծում էինք, մենք հասկանում էինք, որ ստեղծելով խթաններ, բարձրացնելով գրավչություն, ներդնելով ռեսուրսներ, բնականաբար մենք ազդելու ենք տասնյակ հարյուրավոր երիտասարդների որոշումների վրա, դիտարկել արհեստական բանականությունը որպես իրենց համար աշխատանքային ոլորտ, աշխատանքային ուղղություն, դիտարկելու նոր հնարավորություն մրցունակ լինելու համար, կոմպլեքս խնդիրներ լուծելու համար, մենք արդեն իսկ ես մեկ անգամ ուզում եմ ասել, որ արդեն իսկ այս խողովակով լրջագույն ներդրում կատարում ենք հենց մարդկային կապիտալի, ոչ թե մարդկային կապիտալի զարգացման, այլ հասանելի դարձնելու բավական, այսպես ասենք, բարձր արժեք ունեցող ռեսուրսները ուսանողների համար օրինակ, այսինքն սա անուղղակի կերպով նաև գալիս է աջակցելու բուհական համայնքին, որովհետև ակադեմիական համայնքին, նաև որովհետև բուհերը այսօր այդ հնարավորությունը չունեն, նույն Երևանի պետական համալսարանի գերհամակարգչային կենտրոնը գնվել է կառավարության միջոցներով, հանրային պետական միջոցներով, որովհետև բուհը հնարավորություն չունի տասնյակ միլիոնավոր դոլարների այսօր դեռևս ցավոք սրտի ներդրում կատարել նմանատիպ գերհամակարգչային կենտրոններ ձեռք բերել, գրաֆիկական պրոցեսորներով, այն աշխարհի ամենաառաջադեմ տեխնոլոգիաներով, այս օրինակ արդեն իսկ ներդրումներ կառավարությունը վերջին տարիներին կատարել է, բայց սրանից զատ բուն մարդկային կապիտալի զարգացման ծրագրեր արդեն իսկ մենք նախագծում ենք բտանախարինքից ԱԲ խորհուրդ ենք ձևավորել, որի մասին շատ հանրային չենք խոսում, դա աշխատանքային ֆորմատ է, այնտեղ մասնավոր հատվածի եւ գիտական հատվածի, հետազոտական հատվածի գոնե թե մեզ համար տեսանելի լավագույն ամենափորձառու մասնագետներն են ներգրաված եւ մեր թիմը
մեզ համար ուրեմն մեր արժեվ սահմանած կարևորագույն ուղղություններից մեկը հենց ԱԲ-ում մարդկային կապիտալի զարգացումն է եւ այստեղ կառավարությունը կարող է հիմա հայտարարել, որ պատրաստ է ներդնել այնքան գումար, որքան անհրաժեշտ է, որովհետեւ մեծացնելով մեր ենթակառուցվածքային հնարավորությունները եւ հաշվողական ռեսուրսները եւ դրա հետ զուգահեռ զուգընթաց չպատրաստել համապատասխան կադրեր, որոնք պիտի աշխատեն այդ ռեսուրսներով, օրինակ հետազոտողները չլինեն բավարար քանակի հետազոտողներ, որ օգտվեն մեր մատուցած կամ իրենց համար հասանելի դարձած ռեսուրսները եւ դրա արդյունքում նորարարությամբ չզբաղվեն, նոր գյուտեր չլինեն, նոր պրոդուկտներ չստանան, այդ պրոդուկտները չգնան դեպի տնտեսության կոնկրետ ուղղություններով չառևտրայնացվեն, սրանից զատ եթե նաև չլինեն համապատասխան մասնակիցներ, որոնք չկարողանան կիրառեն այդ գործիքները պատշաճ կերպով իրենց բիզնեսի մեջ եւ այսպես շարունակ, սա հասկանալի է դարձնում, որ այդ օրինակ ենթակառուցվածքները ընդամենը շահութահարկ կապահովեն մեր պետությանը, որովհետև կարտահանվեն տարբեր երկրների եւ այո դա վատ չէ, բայց ըստ էության դա ընդամենը մեր տեսլականի ընդամենը մի հատվածն է, մի շերտն է գալիս սպասարկելու, որովհետև ըստ էության մեր հիմնական թիրախն այն է, որ այդ ենթակառուցվածքները եւ դրանց արդյունքում արտադրված ռեսուրսները նախ եւ առաջ կյանքի որակ փոխեն մեր երկրում, նախ եւ առաջ հեշտացնեն մեր քաղաքացիների, մեր մարդկանց կյանքը, կան տասնապատիկ անգամներով արագացնելու մեր տնտեսության զարգացումը, իսկ դա հնարավոր է անել բացառապես նորագույն տեխնոլոգիաներով, երբ տնտեսության տարբեր ճյուղերի տակ դրվում են տեխնոլոգիական նորարարական լուծումներ եւ այդ պարագայում թռիչքաձև զարգացումը, որի մասին մենք անընդհատ խոսում ու երազում ենք, պարզապես անհնար կդառնա։ Այս իմաստով կարող եմ ասել, որ ամենօրյա ռեժիմում տարատեսակ ուրեմն ծրագրեր մենք ճարտարապետության վրա աշխատում ենք եւ առաջիկա ամիսներին պարբերաբար մենք նաեւ այդ օրինակ հայտարարություններով հանդես կգանք, մենք նաեւ բուհերի հետ ենք ակտիվորեն համագործակցում ԿԳՄՍ նախարարության առաջնորդությամբ, մեր գործընկերների առաջնորդությամբ, բայց շատ ուղիղ բուհերի հետ դիտարկում ենք նոր ծրագրեր ներմուծելու կրթական ուրեմն օրակարգ, իրենց սեփական օրակարգ, նոր առարկաներ, մատուցման նոր ձևերով, նոր մեթոդաբանությամբ եւ ես կարծում եմ, որ սա մի աշխատանք է, որը չանելու պարագայում իսկապես մենք այս հնարավորությունը եւս բաց կթողնենք։ Ես ամփոփելով այս հատվածը կարող եմ ասել, որ արհեստական բանականությունը թերևս եկել ու աշխարհի բոլոր շուրջ 200 երկրի հավասար գծի վրա է դրել։ Այն իմաստով իհարկե մի քիչ գրոտեսկ եմ անում, բնականաբար կան գերտերություններ, որոնք այսպես թե այնպես, որոնք այդ տեխնոլոգիաների մշակման ակունքներում են կանգնած, որոնք հսկա գերտերություն են, բայց ընդհանուր փիլիսոփայությունը հնարավորություն է տալիս անգամ ամենափոքր երկրին դառնալ տեխնոլոգիական գերտերություն։ Առնվազն գոնե 2-3 ուղղություններով լինել չեմպիոն ամբողջ աշխարհում եւ այս հնարավորությունը մենք բաց թողնելու իրավունք մենք չունենք եւ սրանով է պայմանավորված, որ այո, մարդիկ կենսական կարեւորություն ունեն նույնչափ կամ գուցե ավելին, քան հենց իրենք բուն ռեսուրսները, որոնք մենք այսօր տեսնում ենք, որ Հայաստանում իրականություն են դառնում։ Պարոն Հարապետյան, բիզնեսը իհարկե ձգտում է օպտիմալացնել ծախսերը, օրինակ արտադրությունները, ցանկացած բանի արտադրություն, իրենք ես ենթադրում եմ շուտով, եթե արդեն իսկ չունենք արհեստական բանականություն, կարող են ներդնել հոսքագծերում, չգիտեմ, արտադրություններում եւ ազատվել աշխատակիցներից։ Գումար չվճարել, աշխատավարձ չվճարել եւ մենք ունենանք կադրային խնդիր։ Իդեպ ասեմ դες արհեստական բանականությունը լինելով ծրագրավորման արտադրանք
հեշտացրել է նաև ծրագրավորողների գործը, հա, եւ ես ունեմ ընկեր, որը հիմա ըստ էության աշխատանք է փնտրում եւ շատ բարդ է, որովհետեւ եթե նախկինում մի աշխատանքը արվում էր 10 ծրագրավորողի կողմից, հիմա 2 հոգի արհեստական բանականության միջոցով շատ արագ դառնում է եւ ուղղակի աշխատատեղերի կրճատում է տեղի ունենում։ Իհարկե նշածս անձը կիբերանվտանգություն է սովորում, նա փորձում էր արհեստական բանականություն սովորել, բայց չհասկացավ։ Ի վերջո ում դիմի ոնց անի եւ այլն, սա որպես կուզեի ավելի իրազեկման բանին հաշվի առնենք, հա։ Այս կադրերի խնդիր մենք ունենալու ենք, չէ՞, նման խնդիր։ Ամերիկայում տեսնում ենք նույն Amazon-ը կարող է արհեստական բանականություն ներդնել ինչ-որ ծառայություններում եւ 10,000 հոգի աշխատանքից զրկվել ուղղակի։ Այ պետությունը եւ թե խնդիր ունի այս մարդկանց, ովքեր արդեն իսկ IT ոլորտի մարդիկ են, վերաուղղորդել արդեն նույն կիբերանվտանգության ոլորտ, որը նոր զարգացող ոլորտ է եւ ես գիտեմ, որ Հայաստանում նորություններ են ունենալու այս մասով, այ ինչ անել, որ սա մի քիչ կազմակերպված բնույթ կրի եւ անհատները իմանան, որ պետությունը իրենց կաջակցի նոր կրթություն ստանալ, շուկայից դուրս չմնալ, IT աշխատողները գիտեք, որ իրենք այդպես եթե մտնում են այդ ոլորտ, մի քիչ դժվար են ուրիշ ոլորտներ գնում, էլի, բարձր աշխատավարձերը եւ այլն եւ այլն։ Ինչ կարող եք ասել այս մասը։ Շատ բան կարող եմ ասել, բայց գանք վախերից։ Ձեր խոսքի սկիզբը ամբողջությամբ վախերի մասին է, ընդորում միայն հայերի վախերի մասին, չէ՞, մարդկության, այս մոլորակի մարդկության, որովհետեւ սա մարտահրավեր չէ միայն մեր երկրի համար, սա համամարտկային մարտահրավեր է, բայց մի փուլ է, որով մարդկությունը իր ողջ գոյության ընթացքում անցել է տարբեր ձևերով։ Ինդուստրիալ հեղափոխության ժամանակահատվածում դրանից ավելի վաղ, երբ որևէ տեխնոլոգիա եկել է փոխարինելու մարդու այս կամ այն ֆունկցիան։ Սա նոր բան չէ մեր մոլորակի մարդու համար։ Այո, իհարկե։ Եվ սա կոչվում է զարգացում։ Հասկանում եք, վախը չպիտի պատճառ դառնա արգելակելու զարգացումը։ Եվ եթե մենք տուրք տանք այդ վախերին, կրկնում եմ, մենք տուրք տվել ենք մեր վախերին եւ եղել ենք այնտեղ, որտեղ մնացել ենք այնտեղ, որտեղ որ մնացել ենք։ Հիմա մենք պիտի մեր մտահորիզոնը, մեր մոտեցումները, մեր վարքագիծը փոխենք այստեղ եւ վախը պիտի հակառակը մենք օգտագործենք զարգացման համար, այսինքն այն պիտի մեր կոմֆորտ զոնայից մղի մեզ դուրս նոր հորիզոններ գտնելու եւ ես հուշեցի շատ ճիշտ եք դուք ինձ հուշեցիք եւ հիմա խոսքս տրամաբանորեն բերում եմ դրան, որովհետեւ հիմա մարդը պիտի փորձի հարմարվել այս նոր իրողություններին ու օրինակ ավելի բարդ կոմպլեքս խնդիրներ կարողանա ձևակերպի եւ լուծի։ Դա է արդեն նոր ժամանակների մարդու ըստ էության հիմնական խնդիրը լինելու 100 տարի հավատացնում եմ ձեզ, դա էլ է դառնալու նոր մարտահրավեր, այլևս ակտուալ չի լինելու, բայց 100 տարի հետո կխոսենք այդ մասին։ Այսօր ես կարող եմ ասել, որ ամեն ինչ այնքան վատ չէ եւ դրամատիկ չէ, որ երբեմն ներկայացվում է, որովհետեւ դուք ձեր խոսքում նշեցիք նախորդ հարցի ժամանակ նույն արհեստական բանականությամբ օրինակ զբաղվող հետազոտողների նոր արարների մասով, հա, նոր տեխնոլոգիաներ մշակողների մասով մենք լրջագույն դեֆիցիտ ունենք, կիբերանվտանգության նոր օրենսդրությունը եւ այն նոր քաղաքականությունը, որ կառավարությունը որդեգրել է, եթե կհիշեք մենք արդեն իսկ սկսել ենք լրջորեն վերաբերվել մեր կիբերպաշտպանության եւ կիբերհիգիենային, այ մասնագետները կարող են գալ այս ոլորտում, հազարավոր նոր մասնագետների շուկա է ձևավորվում այսօր Հայաստանում, որովհետև մշակվել է քաղաքականություն։ Այստեղ նորություն ունենք, տեսեք, ոնց է աշխատում պետությունը իր քաղաքացու հետ։ Պետությունը տալիս է հստակ ազդակներ իր քաղաքացուն, ասում է
ինձ համար առաջիկա 10, 20, 50 տարիների ընթացքում ռազմավարական առաջնահերթություններ կան եւ ես այդտեղ պատրաստ եմ ներդրում կատարել եթե դու քեզ վերամասնագիտացնես վերապրոֆիլավորես այս ուղղություններից որևէ մեկով դու քո ամբողջ կյանքի ընթացքում քեզ կկարողանաս առավելապես դրսևորել այս կամ այն ոլորտում եւ աշխատանքի շուկայում քեզ գտնես, կապիտալիզացնես քո գիտելիքը, հարստանաս, երջանկանաս եւ այսպես արժեք ստեղծես եւ այսպես շարունակ։ Հիմա օրինակ կիբերանվտանգությունը, որի մասին դուք խոսեցիք, ես չասացի։ Կիբերանվտանգության ոլորտում նոր հարյուրավոր, նույնիսկ հազարավոր նոր մասնագետների, բարձր որակավորում ունեցող, գիտելիքներ ունեցող մասնագետների պահանջարկ է ձևավորել պետությունը, ինչու, որովհետև օրենքով իմպերատիվ խնդիր է դրել առնվազն այս փուլում, ապագայում ամբողջ տնտեսության առաջ է խնդիրը դրվելու, բայց մենք adekvat ենք մոտենում հարցին եւ փուլային ենք գնում, որպեսզի նաեւ խնդիրներ չստեղծենք տնտեսության համար, բայց ասում ենք, եթե խոսքը քրիտիկական ենթակառուցվածքի մասին է, որը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի անվտանգության համար դիցուկ։ Դա կլինի ջուրը, լույսը, գազը, տելեկոմները, բանկային ֆինանսաբանկային համակարգ եւ այսպես շարունակ։ Մենք օրենքով այդ ամբողջ քրիտիկական ենթակառուցվածքներն ենք սահմանել, կենսական ծառայություններն ենք սահմանել եւ դա շատ մեծ տնտեսության մի մեծ կտորին է վերաբերում։ Այլևս իմպերատիվ կերպով այդ հատվածը պիտի ներդրում կատարի, ընդ որում պետությունը եւս ներդրում է կատարում։ Ոնց, ինչ պետք է անենք, ասեք, պետք է ունենան պետք է ձևավորվեն թիմեր, ընկերություններ, կամ ընկերությունների ներսում, կամ մասնավոր հատվածում նոր ընկերություններ են ձև։ Դրանցից մի քանիսը կան, բայց այն ինչ մենք այսօր ունենք, ըստ էության ձևավորվել է սպասարկելու այն կարիքները, պահանջարկը, որը մինչև այս օրենսդրությունը, մինչև այս մեր որդեգրած նոր քաղաքականությունն էր առկա, իսկ ինչը շատ փոքր էր, այսինքն հիմնական մասը իհարկե վերաբերում էր օրինակ ֆինանսաբանկային հատվածին, որտեղ բնականաբար ավելի բանկային համակարգը անկախ պետության, նախ ռեգուլյացիաներ կային կենտրոնական բանկի կողմից իբրև կարգավորող մարմին պահանջներ, բայց բացի այդ իրենց սեփական ուրեմն ծառայությունները մատուցելու համար քաղաքացիներին պիտի նաև որոշակի պատշաճ կիբեր պատշաճ միջավայր ապահովել։ Գնանք հիմա ընկերությունները պետք է կիբերանվտանգության մասնագետներ ներգրավեն իրենց ներսում կստեղծեն, կձևավորեն այն թիմերը, դրա կախված կլինի այս կամ այն ընկերության ներքին քաղաքականությունների եւ որոշումների հարցը, կամ ուղղակի կիբերանվտանգության ծառայություններ մատուցող ընկերություններին outsource կանեն, բայց այդ ընկերությունները պիտի լինեն, պիտի ձևավորվեն որպես երբ է պարտադրվելու, մենք 10 մի քիչ վատ բառ է, բայց որ չեմ սխալվում 18 ամսյա ժամկետ ենք դրել հունվարի 1-ից սկսած, որպեսզի մենք կարողանանք բացի օրենսդրությունը հիմա նաև հետևում են մեծ ենթաօրենսդրական աշխատանքներ։ Մենք նոր կառույց ենք ստեղծել, որի խորհուրդը կձևավորվի, եթե չեմ սխալվում, առաջիկա ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի, լիագումար նիստերի ընթացքում կընտրվեն խորհրդի անդամներ, կառույցը կստեղծվի, այն ըստ էության հանրային հատվածի պետության հանրային հատվածի ուրեմն կիբերպաշտպանությամբ է զբաղվելու, բայց միևնույն ժամանակ մասնավոր հատվածի քրիտիկական ենթակառուցվածքներ շահագործող բիզնեսներին աջակցելու մեծ պարտավորություն ունի օրենսդրորեն, սա էլ մեր կողմից պետության ներդրումն է նաև հանրային մասնավոր հատվածին ի աջակցություն, որովհետև հիմա չեմ ուզում շատ տերմինախեղ տանել, բայց նկատի ունեմ, որ արդեն իսկ process-ները գնում են, արդեն իսկ այդ ընկերությունները դիրքավորվում են այնպես, պլանավորում են իրենց բյուջեներն այնպես, որ ստիպված են լինելու ծախս կատարել, որովհետև խոսքը գնում է երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների, մարդկանց տվյալների պաշտպանության մասին, որը պետությունը արդեն օրենքի շատ կոնկրետ օրենքի եւ քաղաքականության մեջ սահմանել է, որ իր համար դա top առաջնահերթություն է, կարևորություն է իրենից ներկայացնում եւ ընկերությունները պարտավորվում են այդտեղ
մի քիչ դուրս գալ կոմֆորտից եւ ծախս անել, որովհետեւ իրենց անվտանգության համար։ Որովհետեւ դա վերաբերում է միլիոնավոր մարդկանց անվտանգության։ Ես կարող եմ ասել, որ տարբեր հաշվարկներ են արվել եւ այդ հաշվարկներն են նաեւ մեզ տիպել օր առաջ որթեգրել այս օրինակ քաղաքականություն, մեր տագնապները բերել են կոնկրետ քայլեր անելու, մեկ այլ օրինակ թե վախը ինչպես կարելի է վերածել շատ կոնկրետ գործի ու քայլի, լինելու առավել պաշտպանված, որ օրինակ ուժեղ եւ ինտենսիվ ու համակարգված կիբերհարձակումների պարագայում մեր տնտեսությանը կարող է ընդհանուր մինչեւ 1.4 տրիլիոն դրամի վնաս հասցվի օրերի ընթացքում։ Եթե դա տեղի ունենար, օրինակ, դուք նկարագրեք ինչ կլիներ Հայաստանի հետ։ Դուք ուղղակի մտովի պատկերացրեք ինչ տեղի կունենար։ Սա նշանակում է, որ հազարավոր նոր աշխատատեղեր կամ մարդկանց մասնագետների կարիք է ձևավորել, ձևակերպել որոնք այդ կրթությունը կտան, պարոն Հարապետյան։ Այդ տեսեք, դուք խնդիրը դնում եք, այստեղ շատ որակյալ հարց է։ Ես օրինակ այս իմ նշած պատճառով որոշակի ուսումնասիրություններ արել ենք, շատ քիչ կենտրոններ կան, ընդ որում պրոֆեսիոնալիզմը չգիտես, դա ինչ որ IT ուսումնական կենտրոն, սովորեցնում են կիբերանվտանգություն, չգիտես ինչպես չափել դրա կրթության արդիականությունը, որակը, վաղը այդ մարդիկ գնում են, չգիտեմ, 600-700 հազար դրամ տալիս են 6 ամսով սովորում են կիբերանվտանգություն, նրանք լինեն մրցունակ մասնագետներ։ Ես հասկացա։ Տեսեք։ Նոր իրողությունները բերել են իրենց հետ նոր մարտահրավերներ։ Սա արձանագրեցինք, բայց շատ կարևոր է թե մենք ոնց ենք ինչ ռեակցիա ենք դրանց տալիս։ Եվ ես իմ խոսքում նշեցի, որ մենք անդադար ռեժիմով այլևս աշխատում ենք կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության եւ ակադեմիական ու կրթական հաստատությունների հետ, ինչու, որովհետեւ նոր իրողությունները նաեւ գալիս են շատ արագ վերափոխելու կրթական տարատեսակ բովանդակություններ, ծրագրեր, եթե դրանք չփոխվեն, եթե դրանք մնան իներցիոն, իսկ ես միանգամից կանխեմ մեր անհանգստությունը դրանք փոփոխվում են, փոփոխվելու են անընդհատ, դրանք անընդհատ պիտի բխեն իրականությունից։ Ես ձեզ ասեմ, որ տարիներ առաջ, 7-8 տարի առաջ ես ինքս ինձ համար նաև ազգային ժողովում երբ պատգամավոր էի, հրապարակային մենք արձանագրեցինք, որ 92 թվականին նույնչափ պետ պատվեր իջել մի մասնագիտության գծով եւ 2018-ին դեռևս նույն քանակն էր։ Ես հիմա չեմ ուզում մասնագիտության ուղղությունը ասել, դրա ակտուալությունն ասել, բայց եթե 30 տարի դա չէր փոխվել, դա խոսում էր իներցիոն կառավարման մասին եւ ոչ թե կառավարումը բխեցնել իրողություններից, մերօրյա իրականություն, որտեղ դա չի կարող այդպես լինել։ Հիմա եթե մենք օրինակ կրթաթոշակներ տանք կամ նպաստ տանք անվճար ուսուցում ապահովելով ուսանողների համար խրախուսելով սովորական կոդավորումը, դա ազդակ է մեր քաղաքացիություն, որ այդ մասնագիտությունը շարունակում է մնալ կարևոր։ Մինչդեռ իրականության մեջ հողի վրա այդ բուհի դռներից դուրս ինքը պահանջված չէ լինելու իբրև մասնագետ, այսինքն մենք խեղելու ենք մի ամբողջ սերնդի ճակատագիր մեր սխալ քաղաքականության պարագայում, ինչը կրկնում եմ, որ բարեբախտաբար այդպես չէ։ Դրա համար կառավարության ներսում մեր գործընկերների հետ համատեղ մենք ինդուստրիայի կարիքները եւ տրանսֆորմացիաներն ենք անընդհատ անդադար հասցեագրում եւ կրթության ոլորտում քաղաքականություն մշակող եւ պատասխանատու մեր գործընկերները փորձում են դրանք արդեն հողի վրա ուրեմն կոմունիկացնել հաստատությունների հետ, որպեսզի այդ բովանդակային փոփոխությունները տեղի ունենան, որոնք կբխեն իրականությունից։ Հիմա կիբերանվտանգության մասով, տվյալագիտության մասով, ԱԲ-ի մասով բոլոր տեղերում էլ եւ նոր
կրթական ծրագրերի խնդիր դեռևս ունենք եւ կրթողների դասավանդողների խնդիր ունենք, բայց ուրախությամբ նաեւ կարող եմ ասել, որ մենք այստեղ փորձում ենք նաեւ շատ ճկուն լինել, այսինքն այն շարժերը, որոնք տեղի են ունենում մեր շուրջ դրական իմաստով ԿԳՄՍ նախարարությունը սկսել է մի քանի ճակատով մեզ հետ համատեղ, բայց ուղիղ աշխատել տարբեր տեխնոլոգիական հսկաների հետ դիտարկելու հնարավորություններ այս կամ այն կրթական ծրագրերը հասանելի դարձնելու բուհերի համար, հանրակրթության համար, չեմ ուզում հիմա անուններ նշել, առաջիկայում առիթ կլինի հանդես գալու հայտարարությամբ կառավարության մեր գործընկերների կողմից ես կարող եմ միայն ասել, որ մեր ռեակցիաները շատ adekvat են եւ փորձում ենք մենք դա անել շատ օպերատիվ կերպով այսօր գրվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի ռազմավարությունը եւ մենք այդ ռազմավարությունը նախատեսում ենք ունենալ մինչեւ հուլիսի 1 եւ այդ ռազմավարությունը գրվել է օրինակ միաժամանակ եւ ոլորտի, այսինքն տնտեսության, տեխնոլոգիական ուղղության, ամբողջ տնտեսության եւ կրթական հաստատությունների եւ ակադեմիական հատվածի եւ պետական այլ գերատեսչությունների կարիքների հիման վրա եւ նոր տեղաշարժերի խորը հետազոտությունների վերլուծությունների հիման վրա, որովհետեւ մենք ուզում ենք, որ այդ ռազմավարությունը աշխատի։ Մենք չենք ուզում ունենալ մի գեղեցիկ փաստաթուղթ, բայց որը կտրված է մեր իրականությունից, ինչպես նախկինում հաճախակի ունեցել ենք սիրուն ռազմավարություններ, բայց որոնք ես անընդհատ խոսում եմ մեր մարդկանց կյանքի, բայց չմոռանանք, որ այս ամեն ինչը, որ կառավարության միսիան նախ եւ առաջ անվտանգ ապահով երջանիկ պետություն կառուցելն է իր քաղաքացիների մարդկանց համար, դրա համար եմ ես անընդհատ սրան հղում կատարում, մեր նպատակը այն է, որ մեր կրթական քաղաքականությունները եւ բովանդակությունը այնպիսի ծառայությունները առաջարկի մարդուն, որով անցնելուց հետո ինքը իրեն կգտնի աշխատանքի շուկայում, կստեղծի հավելյալ արժեք մեր մյուս քաղաքացիների համար, մեր պետության համար, ինքը կլինի ինքնաբավ եւ այդ շղթան այսպես կշարունակվի։ Այսինքն եթե հիմա ես ասեմ, որ ամեն ինչ իդեալական է, ես կստեմ, իսկ ես դա չեմ ուզում անել, իբնե, բայց մյուս կողմից լավ նորությունն այն է, որ հենց օրինակ 3 ես շատ ուղիղ ասեմ, տեխնոլոգիական մի քանի հսկա լոկալ ընկերությունների հետ մենք քննարկել ենք, ես անձնապես քննարկել եմ Մայրբուհի հետ, ռեկտորը առաջին անգամ կիմանա այս մասին դեպ որ դիտի մեր հարցազրույցը Մայրբուհի հետ հենց տվյալագիտության ոլորտում հնարավոր օրինակ մագիստրոսական դրսի մագիստրոսական ծրագիր ներդնելու եւ դրսից կոմպետենցիա կարողունակություն բերելու հաշվի առնելով որ որոշակի դեռևս խնդիրներ ունենք օրինակ դասավանդողների քանակի նրանց գիտելիքների հետ այդ ոլորտում ինչու որտեղ տվյալագիտությունը մեր կարծիքով կենսական կարևորություն պիտի ունենա մեր երկրի ապագայի տեսանկյունից եւ այստեղ մենք պիտի հասկանանք որ թողնել միայն բուհերին միայնակ այս process-ի մեջ դա ճակատագրական հետևանքներ կունենա ամբողջ պետության համար իսկ մենք դա չենք պատրաստվում անել։ Պարոն Հարապետյան, ես մի քանի ոլորտից էլ հարցեր ունեի, ռազմարդյունաբերություն եւ այլ եւ քանի որ դրանք չհասցրի տալ այս հարցազրույցում, եկեք պայմանավորվենք, որ որոշ ժամանակ հետո էլի ձեզ հյուրընկալենք, ինձ շատ հետաքրքիր է այս ոլորտը, վստահ եմ հեռուստադիտողներն էլ էլի կսպասենք ձեզ։ Սիրով ձեր ընկերոջը ասեք, որ շարունակի կրթվել ու ստանալ գիտելիքներ դառնալու կիբերանվտանգության մասով մասնագետ եւ ես երաշխավորում եմ որ առանց մեր օգնության ինքը իրեն կգտնի աշխատաշուկայում բարձր վարձատրվող աշխատանքով ու կոչ եմ անում ընդհանրապես մեր երիտասարդներին նաեւ լրջորեն դիտարկել ընդհանրապես տեխնոլոգիական ուղղությունը իբրև մասնագիտական եւ կյանքի համար աշխատանք իրենց համար, որովհետեւ այն գալիս է արդեն վաղուց այն շոկեքարշ է ամբողջ տնտեսության համար, չկա մի ուղղություն, որտեղ այլևս մենք կարող ենք պատկերացնել, որ տեխնոլոգիական ու ՏՏ չասենք մենակ,
ընդհանրապես տեխնոլոգիական ու նորարարական հիմք չի լինելու եւ այս իմաստով հույս ունեմ, որ ներ հարցազրույցը նաեւ օգտակար կլինի այդ ուղերձները տեղ հասցնելու։ Շնորհակալ եմ, կիսատ էր ամեն դեպքում, էլի ձեզ կսպասենք։ Հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ում հյուրընկալել ենք Մխիթար Հայրապետյանին։